Դե ժողովուրդ, մինչև այս մենք տենց ապրում էինք ռեգրեսիայի աշխարհում։ Այնտեղ իհարկե այնց գաղափարներ էինք անցնում, որ ստեղ էլ է ակտուալ լինելու, բայց ֆունդամենտալ մեր մոտ այն իրավիճակներ, որ մենք ստանում ենք ինչ-որ մուտք, ինչ-որ դեհատ սյուն ու մեր ֆունկցիա ենք սովորում, որ վերադարձնի մեզ ամբողջ թիվ։ Ամբողջ թիվ չէ, կներեք, իրական թիվ։ Այսինքն, ասենք տան գին էինք ուզում գուշակեինք, այսինքն ինչ-որ մի հատ բաներ։ Հիմա ինչ եթե մենք արդեն ոչ թե ուզում ենք ազատ իրան ասենք ցանկացած թիվ ինչ ուզում ես գուշակի, այլ կոնկրետ ինչ որ բան պետքա դասակարգենք ինչ որ երկու կատեգորիայի մեջ օրինակ, կամ հետագայում ավելի շատ կատեգորիայի մեջ։ Օրինակի համար, եթե բան, ինչ որ բաների մասին տվյալ ունենք, ուզում ենք հասկանանք լավն է, թե տենց վատ բան իրա, հիմա այստեղ մենք կոնկրետ ունենք երկու հատ գուշակվող բան։ Մեր մոտ մեր Y թիրախը լինում է կամ 0 կամ 1։ Կամ հետագայում կարող է մի քանի տարբերակ լինի, այսօր կնայենք նաև այդ մուլտիկլասի դեպքը, բայց մի խոսքով։ Այսրանով մենք գալիս ենք կլասիֆիկացիայի աշխարհ, ընտրել թե որ մի կատեգորիան է, ու ինքը տենց խայտառակ տարածված խնդիր է, ու միանգամից եթե տենց ոչնչացնենք մի հատ վարկած որ կարող լինի, իսկ ինչ եթե պրոստը ուղղակի գծային ռեգրեսիա անենք, այսինքն կարամ դիտարկեմ այս ամեն ինչը որպեսի մուտքեր, թիրախս է լինի 0-1-ը, ես գուշակություններ անելու լինեմ, եթե իրեն ճկուն ազատությունը տվեցինք, ինքը 1-1 1-ից մեծ կամ 0-ից փոքր թվեր է մեզ գուշակելու, այսինքն իր այս x տրանսպոզ թետա գուշակությունը որ տվեց, սա կարա մեծ լինի 1-ից, կամ փոքր լինի 0-ից, այս մոդուլն է այս իզուր դրեցի։ Հիմա սրանք ասենց ասած հավանականություններ չեն ստացվում, էլի, իսկ մենք շատ ուզում ենք հասկանանք ինչքան է հավանական, որ 1 դասին է պատկանում, օրինակ պանիրը վատն է։ Հիմա մեզ ինչ-որ ձև պետք է լինելու կարողանալ սրան բերել, սխմել, բերել 0-1 միջակայքի, որ արդեն խնդիրներ չունենանք մեր ինտերվալների հետ կապված։ Ուհա, այս մեր այսօրնա բանն է լինելու։ Սկզբում տենց ոնց որ ֆունդամենտից կխոսանք, հասկանանք թե իսկ այդ ինչ ենք ուզում բռնենք մոդելավորենք, որ ինքը տենց 0-1-ի ինտերվալի խնդրեմը չունենա ու տենց ինչ արժեքել ունենանք, իրան դնենք այդ ֆունկցիայի մեջ ու ինքը գա 0-1 ինտերվալի մեջ մտնի։ Այդտեղ կխոսանք odds կոչվող բանի մասին, հետո log odds կոչվող բանի մասին ու թե ոնց ենք sigmoid կոչվող բանաձևը ստանում։ Հետո կասենք, օքեյ, դա մոդելավորելը մեր մոտ կոչվում է լոգիստիկ ռեգրեսիա, կնայենք թե ինչ loss ենք իրան օգտագործում, ոնց ենք մինիմիզացնում, պրակտիկ մի քանի բան կխոսանք ու մուլտիկլասին կանդրադառնանք։ Մուլտիկլասը այսքան պրոստը ասենք թվանշան են գուշակում 1, 2, 3, 4, 5 եւ այլն, ոչ թե ուղղակի 0 ու 1։ Դե ժողովուրդ, ընդհանուր ոնց որ ինչ մոդել էլ ունենանք, որպես մի հատ հավելյալ նշում, ուզենալու ենք ինքը մեզ ինչ որ 0-1-ից գուշակություն տա։ Հիմա մենք մեզ որ ինչ որ մեկը գա հարցնի հիմա ինչ է, պանիրը վատնա թե չէ, մենք իրեն չենք կարող ասենք 0.7։ Մենք պետք է իրան ասենք հա վատնա, չէ վատը չի։ Դրա համար ինչ ենք անում, օգտագործում ենք մի հատ ինչ-որ մոդել, որ մեզ տալիս է այս մեր հավանականությունը, հետո իրան համատում ենք ինչ-որ ընտրած շեմի հետ։ Օրինակի համար 0.5-ից եթե մեծ է, ասում ենք ուրեմն 1, 0.5-ից փոքր է, ասում ենք 0։ Այս 0.5-ը threshold է կոչվում, այդ ոնց որ եզրային բան, շեմա կոչվում, ու այդ շեմը ճիշտ ընտրելը ինքը տենց առանձին ճյուղ է լրիվ, իրան հետո կնայենք, ինչպես նաև այստեղ որ ասում եմ հավանականություններ է մեզ սա տալիս, այն որ ինքը իրականում որպես հավանականություն է թե ուղղակի 0-ից 1 թիվ, դա էլ է մի հատ առանձին թեմա, կոչվում է կալիբրացիա, իրան էլ հետո առանձին կանդրադառնանք, բայց հələ դեռ ոնց որ ուղղակի պատկերացնենք, որ մեր երազանքային դեպքում մենք ունենք մի հատ ինչ-որ բան, որ մեզ գուշակում է տալիս է 0-1-ից արժեքներ, մենք հետո այդ արժեքը համատում ենք ինչ-որ ընտրած շեմի հետ, ու իրեն դարձնում ենք արդեն կոնկրետ կամ 0 կամ 1։ Հայկյա մի հատ հարց տամ էլի։ Ահա։ Այդ 07 01-ը, դա այսինքն կարանք հասկանանք իրան որպես օրինակ 70% հավանականությամբ ինքը հայ է, ընդ 10% հավանականությամբ ինքը վատնա, հա? Հա, 01-07-ի դեպքում։ Կարանք իր մասին տենց մտածենք, ինտուիցիան տեղում է, ուղղակի տեխնիկապես իրան տեխնիկապես ընդ մի քիչ խնդրեմ կա, որ իրականում ինքը հենց իսկական հավանականություն չի,
Բայց այդ ոնց որ հետագայի համար Հա, տեխնիկական օքեյ։ կտոր է, էլի մտածելու տեսանկյունից, հա, ոնց որ ասում ենք 90%-ով ասում է, որ 1 է։ Այդ տենց ինչ-որ բան էր։ Okay, merci։ Դե մերսի հարցի համար։ Հիմա հատկապես որ աշխարհի չեմպիոնատն է, ինչ որ բան կհուշեք, որտեղ որ էլի հավանականության հետ կապված բաներ է կատարվում, այնտեղ ինչ որ երբ որ մարդիկ գործակից չէ։ Չլսեցի։ Հաղթեն թե չէ, կամ գոլ գցեն թե չէ։ Բայց եթե օրինակ ուզում եմ գնամ գրազգամ կհաղթեն թե չէ, կամ ասեն գնամ 500 դրամ դնեմ, որ կհաղթեն։ Ոնց եմ հասկանում, թե ինչքան եմ շահելու։ Այնտեղ այդ կամպանիաների հետ գործ չունենք, բայց իրանք մեզ հավանականությամբ չեն, չէ՞, խոսում, մի հատ ինչ-որ ուրիշ բան են ասում, գործակցի հետ կապված մի հատ բան են ասում։ Այդ ինչ է։ Տոկոս, Չլսեցի։ Կաֆի ցենտը, Լայսեն ոնց որ թե ասում էր տոկոս, այդ մոնը ասեց կոեֆիցիենտ։ հա, էլի, գործակից է, էլի։ Կամ Ինչ է օրինակ լինում։ որ աշխարհ խաղերի ժամանակ ինչ որ մի թիվ առաջ անցնեմ կամ դուրս ամենեմ, արդեն գործակիցները փոխվում են, արդեն ուրիշ ձև են բաշխվում։ Այդ գործակիցը ինչ է լինում։ Օրինակ լինում է գործակիցը 0.8 կամ ասենք 0.8 չէ, ինքը հիմնականը 1-ից բարձր է ալն։ 1-ից մեկից ու բարձր։ 1-ից բարձր 2-ից ցածր, բայց հիմնականում 2-ից բարձր չի լինում։ Հա, բայց տեսականորեն կարա լինի, չէ՞։ Իրանք նենց են դնեմ, հա տեսականորեն, հա, իրանք նենց են դնեմ, որ միշտ շահույթի մեջ լինեն։ Ոնց որ մեկը Շատ ճիշտ բարձր, է։ մեկը։ Ըհը։ Իսկ օրինակ այս 1.5 որ օրինակ ասենք գործակիցը, սա ի՞նչ է ցույց տալիս իրենց, այս 1.5-ը ի՞նչ է նշանակում։ Այդ գիտեք։ 1.5-ը նշանակվում է իր գումար բազմապատկվելու 1.5-ով, այսինքն 0.5 շահույթն է։ Ահա, ճիշտ է, բայց հենց այս 1.5-ը իրենց ինչ է ներկայացնում, այսինքն դա իր պրակտիկ ոնց որ այդ խաղադրույք անողի համար ազդեցությունն է, բայց 1.5-ը ոնց է առաջանում։ Օրինակ, եթե 1.5-ը ասում ենք, եթե 1.5-ը գործակիցը, ասում ենք դե ինչ որ չափով հավանական է, որ այդ մեր թիմը կհաղթի, բայց եթե ասենք գործակիցը 100 է, այդ տենց ահավոր անհավանական բաների համար է, չէ՞։ Ինչքան մեծ է, այդքան անհավանական է։ Ու ոնց է սա։ Լավ, ու սա ոնց է հաշվարկվում, եկեք լավ արդեն գանք պատասխանին։ Սա հաշվարկվում է որպես հավանականություն, որ կհաղթի, օրինակ, այսինքն ինչ որ բանը տեղի կունենա, բաժանած հավանականություն, որ տեղի չի ունենա։ Տեղի չի ունենալը մեր մոտ 1 մինուս այդ հավանականություն։ Այսինքն ըստ էության 1.5 գործակից նշանակում է 1.5 անգամ ավելի հավանական է, որ կհաղթի, քան կպարտվի։ 100 գործակից նշանակում է 100 անգամ ավելի հավանական է, որ կհաղթի, քան կպարտվի։ Կամ հաղթել պարտվել բառերը փոխած էլի, իմաստ տարբերություն չկա։ Բայց հա, սրան անվանում են odds ու ինքը ըստ էության ուղղակի երկու հնարավոր դասերի հավանականություն, որ 1 կլինի, բաժանած հավանականություն, որ 0 կլինի, է սրանց հարաբերությունն է։ Օրինակ, եթե 50-50 է հավանականությունը, ով կհաղթի, odds-ը մեր մոտ լինում է 1։ Եթե, ասենք բան, 75% հավանական է, որ թիմը կհաղթի, կամ պանիրը վատը կլինի, էլի կարևոր չի ինչն օրինակը, ստեղ արդեն 75%-ը ստացվում է այն մյուսն էլ 25%-ը, մեր մոտ լինելու է արդեն 3։ Ու արդեն այսպես անելով մենք գայսենք մի հատ ինչ-որ տիրույթի, որը արդեն տենց վերևից սահմանափակում չունի։ Ինքը ընդհանուր 0-ից մինչև անվերջ կարա գնա։ Այդ խաղադրույքների բանում 1-ից ցածր չի լինում, որովհետև 1-ից ցածր գործակից անելը անիմաստ է լինում, բայց տեսականորեն կարար էլի մեր մոտ լիներ որպես ուղղակի p բաժանած 1 - p հաշվարկ։ Հա, օրինակ 0.4 բաժանած 0.6, սենց բան ունենայինք էլի։ Չէ, սա հա, չէ, օքեյ, լավ։ Չգիտեմ թե պայտակ կախեց ինձ, բայց հա, մի խոսքով։ Այս արդեն մի քիչ ավելի հարմար բան է ստացվում, եթե ուզում ենք մոդելավորենք, այսինքն հավանականությունը ուղիղ մոդելավորելուց 0.1-ի խնդիրն էինք ունենում, հիմա արդեն գոնե 0-ից անվերջ միջակայք ենք եկել։ Կարանք մտածենք, ասենք եկեք դե փորձենք ոնց որ x տրանսպոզ y, x տրանսպոզ թետան մեր մոտ հաշվի ոչ թե ուղիղ p-ն, այլ հաշվի մեր մոտ էս p բաժանած 1 - p։ Այս ոնց որ մի քայլ ճիշտ ուղղությամբ։ Հայկ ջան, ճիշտ ասած, ես այդ բանը վերևից, որ ինքը անսահմանափակ է, էդի այն դեպքն է, երբ որ մի քիչ այդ պահը չեմ հասկանում, ոնց է ինքը վերևից անսահմանափակ։ Հա, հասկացա, լավ, ինքը իրան
Ինչքան ուզես այդ բանը 0 ամբողջ ու տենց ինչքան ուզես կգրես, հա իրան։ Այդ է իմաստը։ Հա, Այս օքեյ։ պեն որ մեկի ա ձգտում, օծը ձգտում ա անվերջի։ Հա, օքեյ։ Ասենք այս Հայաստան ինչ որ բան խաղ, լավ Հավայի կատակներս ինձ կպահեմ, բայց հա։ Սրա մոտ ուղղակի մենք ընդհանրապես մի հատ ֆունկցիա կա, որ իրան շատ ենք սիրում, միշտ ինչ որ բան որ դուրներս չի գալիս, ասում ենք այդ ֆունկցիան եկեք կիրառենք։ Հիմա ստեղ ինչեր կարա մեր դուրները չգա։ Կարա օրինակ մեր դուրը չգային, որ 4 անգամ ավելի հավանական լինի, որ A թիմը կհաղթի, այսինքն օրինակ ունենանք ստեղ 0.8 հավանականություն, որ կհաղթի, կստացի 0.2 կտա 4, իսկ 4 անգամ ավելի քիչ հավանական լինելը, այսինքն 0.2 բաժանած 0.8-ը կտա մեզ ստեղ 1/4, սրանք հակադարձով են իրար հետ կապված լինում։ Օրինակ, ասենք այն բանը, որ 4 անգամ ավելի հավանական ու 4 անգամ պակաս հավանական, իրանք պետքա տենց իրար ինչ որ չափով իրար հետ կապ ունենան, բայց մի քիչ ավելի ցանկալի կներ կապը ոչ թե հակադարձով լիներ, այլ հակադիրով լիներ, չէ՞։ Օրինակ 4 - 4 լիներ։ Ինչպես նաև եթե օրինակ պատկերացնենք մի հատ ունենք 0.5 անգամ ավելի հավանական բանով պահ, ընդ ասենք 0.80 ինչ որ բան, 0.10 քանի ինչ որ բան, որ սա տալիս է մեր մոտ 5, մյուսն է 1/5, մենք sense որ նայենք, մեզ 4 անգամ ավելի հավանականան ու 5 անգամ ավելի հավանականան, իրար շատ ավելի մոտիկ շատ ավելի հեռու կթվան մեզան իրարից 4 ու 5 ստեղ։ Քան թե 4 անգամ ավելի քիչ հավանական է 1/4 ու 1/5 ստեղ։ Դիստանցիաները, որ հակադիրներով են կանում, տենց ինտուիցիային չեն հետևում, էլի շատ։ Ինչպես նաև չունենք այդ սիրուն սիմետրիան, էլի իրար բաների մեջ։ Սիմետրիա ունենք, բայց հակադարձի մակարդակով է, հակադարձնել հեչ ցանկալի բան չի ստեղ։ Համար ինչ ենք ստեղ սիրում կիրառել։ Կասեք սիրելի մեր հրաշք ֆունկցիան, որ ամենտեղ մեզ փրկում է։ Լոգարիթմ։ Չսացի։ Հա, լավ։ Լոգարիթմ։ Լոգարիթմը ինչպես նաև մեր մոտ տիրույթն էլ կբերի արդեն կընթարցակի մինչև մինուս անվերջից անվերջ։ Լոգարիթմը որ անենք, մեր մոտ նաև լոգարիթմ p-ն ու լոգարիթմ 1 - p-ն կլինեն իրար հակադիրներ։ Այսինքն բավականին ինտուիտիվ է։ Ինչպես նաև տիրույթը արդեն կգա մեր մոտ մինուս անվերջից անվերջ ու մենք ստեղ կունենանք բան ֆունկցիա, կենտ ֆունկցիա։ Այսինքն ստեղ 0.7-ը եթե նայեմ ու ստեղ 0.3-ը եթե նայեմ, իրանք իրար բան են ունենալու։ Կենտ ֆունկցիա ոնց որ այս սրա նկատմամբ էլի վերցրած ոչ թե 0,0-ի։ Այստեղ արդեն սիրուն հակադարձով սիմետրիա ենք ունենալու։ Ինչպես նաև այդ 4 անգամ ավել 4 անգամ պակասը ավելի ազատ է լինելու ու հազիվ արդեն պրոգրեսիայով եկանք նրան, որ սկզբում ունեինք 0-ից 1, ընդհանրապես շնչելու տեղ չկար, ռեգրեսիա անեինք, այդ x տրանսպոզ թետայով փորձենք գուշակենք, հանգիստ այս տիրույթից դուրս կգայինք։ Եկանք օծը հաշվելու ստացվեց p բաժանած 1 - p, եկանք 0-ից անվերջի։ Լոգոցի եկանք արդեն ստացանք մինուս անվերջից անվերջ։ Ու всё, արդեն խնդրեմ չունենք, արդեն մենք կարանք հանգիստ բռնենք ու ասենք եկեք բռնենք, փորձենք մոդելավորել, այս որպես գիծ գտնենք այն գիծը, որ կմոդելավորի մեր մոտ լոգարիթմ p բաժանած 1 - p։ Ասացինք px-ը եթե ունենք, լոգարիթմ px բաժանած 1 - px որպես թետա տրանսպոզ x մոդելավորենք, բայց մեզ ամեն դեպքում պետք է այս px-երը չէ ստանալ։ Հիմա ոնց գտնեմ այս px-ի համար բանաձև։ Ուղղակի պրոստը այստեղից ֆունկցիաների տենց հակադարձ բաները կիրառելով գնալու ենք առաջ։ Նախ ոնց որ եկեք սրան նշանակենք z-ով, այս լոգարիթմ p բաժանած 1 - p-ն։ Հիմա եթե ուզում եմ այս լոգարիթմից ազատվեմ, ընդեղ էլ կողքից px ունեմ, էլի այս աջ կողմում։ Հա, շնորհակալություն, թետա տրանսպոզ x ունեի։ Մի խոսքով, եթե ուզում եմ կամած առաջ գնամ, որ այս px-ի բանաձևը ստանամ, միած սկզբում y-ի աստիճան բարձրացնեմ։ Ստեղ կունենամ p բաժանած 1 - p y-ի z։ Z-ը մեր մոտ այս թետա տրանսպոզ x-ն է։ Հիմա ունեմ p բաժանած 1 - p տտ, եկեք 1 - p-ով բազմապատկեմ երկու կողմը, p անգամ 1 - p y-ի z, ըստ p-ի խմբավորեմ ստեղ, p անգամ 1 գումարած y-ի z լինելու հավասար է y-ի z, ստեղից արդեն ստանում եմ, որ p-ն եղավ մեր մոտ y-ի z բաժանած 1 գումարած y-ի z։
Կամ իրան ուրիշ ձև նաև գրում են, այս ամեն ինչը y-ի z-ով բաժանած, ուղղակի մեկը բաժանած, մեկ գումարած y-ի մինուս թետա տրանսպոզ x։ Ծանոթ է այս ֆունկցիան, ժողովուրդ։ Լիքը նայել ենք, որտեղ ասել ենք ապագայում օգտագործելու ենք։ Այդ Z-ը ոնց որ մեր գծային բան ռեգրեսիան լինի, էլի հենց։ Ակտիվացման ֆունկցիային նման սիգմոիդ։ Ահա, երկու բանը ճիշտ է, z-ը մեր մոտ այս թետա տրանսպոզ x-ն էր ուղղակի, իսկ սա ակտիվացիայի ֆունկցիա է, հա, այդ նեյրոնային ցանցեր, որ անցնելու լինենք այդ a-ը կտանք, բայց հələ դեռ հա, սրան անվանում են սիգմոիդ ֆունկցիա։ Այնտեղ անալիզի բանի ժամանակ շուշուտ էս օգտագործել ենք օրինակներում, ու հա, ու ինքը արդեն 0-ից 1 տիրույթում է մեր մոտ ապրում։ Իրան եթե գրաֆիկով նայենք, այսպես տեսք ունի 0.5-ում aging temperature Նավ, հա, սա մի շունանոց դեպքով էր բան արած, բայց եթե մեր մոտ այս z-ը հավասար է լինում 0-ի, մենք ըստ էության ունենում ենք 1-ը բաժանած 1 գումարած y-ի 0, այսինքն ունենում ենք զուտ ստեղ 1/2 0.5 ու արդեն դեպի ձախ դեպի աջ սիմետրիայով գնում ենք։ Այսպես տեսք ենք ունենում, ու ստեղ ինչն է կարելի լավ նկատել, քանի որ տենց էքսպոնենտական կտոր ունենք ստեղ, այս ֆունկցիան սկզբում լավ կտրուկ աճում է, հետո տենց շատ արագ տափականում է ու դանդաղ գնում շարունակվում։ Մյուս կողմից էլ այստեղ, սենց լավ կտրուկ աճեց ու ստեղ բան, մի քիչ եմոցիաս կոտրվող պահ է լինում։ Սրա վրա մենք բոլորս գտնվել ենք 20 թվին, այս cumulative, այսինքն տենց գումարային COVID-ի դեպքերի բանը տենց սիգմոիդի էր հետևում։ Սկզբում տես լավ դանդաղ գնում է, հետո հենց ինչ քրիտիկական քաշովակեց, կտրուկ թռիչք է անում, հետո երբ որ արդեն լիքը մարդ հիվանդացել է, այլ շատ մարդ ազատ չկա որ հիվանդանա, սկսում է կտրուկ ավելի դանդաղ աճել, հետո տափականում է, տենց մի քիչ է շատանում, ու ստեղ եթե գնանք դեպի այս մի ծերը, ստեղ ունենք 0, ստեղ ունենք 1, հա, սիմետ 0-ում էլ ինքը սենց սիրուն 0.5 է լինում։ Ու մենք ստեղ ըստ էության ուզում էինք ոնց որ ուղղակի բռնենք մի հատ ինչ-որ ֆունկցիա, որ մեր մինուս անվերջից անվերջ ինչ արժեք ուզում է լինի, իրան տեղադրենք մեջը, ինքը բերեր 0.1-ի, սիգմոիդը դա անում է, բայց նաև ունի հստակ հիմնավորում, թե ինչի ենք հենց սիգմոիդը օգտագործում, էլի, այսինքն ինքը ոչ միայն տրուկ է, այլ հստակ բանից եկող հստակ խնդրին հստակ մոդելավորման խնդրին եկող պատասխանա որպես, որ ուզում ենք գծային մոդելով մոտարկենք log odds-ը։ Մենք սրան անվանում ենք կլասիֆիկացիա, բայց այս մոդելին, որ հեսա օգտագործենք, որ այս սրանով բանանի, ասելու ենք լոգիստիկ ռեգրեսիա։ Առաջի լեկցիայի ժամանակ եմ էլի ասացինք, որ ունենք կլասիֆիկացիա ու ռեգրեսիա, մեկը այնա, որ իրական թվեր են գուշակում, մեկը այնա, որ ինչ որ մի քանի տարբերակներ են գուշակում։ Հիմա մենք այս տարբերակներ գուշակող բանի մեջ ենք, ինչը կլասիֆիկացիան է, բայց իրան մեկը ռեգրեսիա ենք անվանում։ Ինչի՞, որովհետև իրականում մենք անում ենք ռեգրեսիա, ուղղակի այդ ռեգրեսիայի արդյունքը, SX տրանսպոզ թետան, դնում ենք սիգմոիդ ֆունկցիայի մեջ։ Այս սիգմոիդին ընդունված է այսպես նշանակել իմիջայլոց։ Այսինքն ըստ էության տակից սա ռեգրեսիայի ֆունկցիոնալն է մեր մոտ տեղին ունենալի, սա ընդհանուր առմամբ generalized linear մոդելների ընտանիքից է, իրանց հեսա մասին հեսա մի երկու բառով կխոսանք, բայց պետք է հիշել, որ տակը մնում է սովորական գիծ գտնել, էլի։ Ու ասենք այդ եթե 0.5-ն էինք մեր մոտ շեմ դրել որպես այդ pen 0.5-ից մեծ ու փոքր, եթե 0.5-ից մեծ է, եթե գուշակենք մենք, եթե փոքր է գուշակենք 0, մենք ստանում ենք այս թետա տրանսպոզ x-ը հավասար է 0-ն, որտեվ երբ որ թետա տրանսպոզ x-ը 0 է, px-ը սիգմոիդը լինում է իր 0.5։ Ստացվում է ոնց որ ուղղակի այս գիծը եթե գծենք, թետա տրանսպոզ x հավասար է 0, սրանից վերև ամեն ինչին 1 ենք գուշակում, ներքև ամեն ինչին 0 ենք գուշակում, էլ ինքը ուղղակի սենց գիծ է գտնում, որով տարանջատի տարածությունը երկու սեգմենտների։ Այստեղ սա ոնց է ստացված, մոդելին ուղղակի սենց լիքը տարբեր արդյունքներ է տված ու իրանց գուշակությունները ըստ գույնի նկարած է։ Այսինքն այս եզրի մոտ ինքը տենց 0.5-ի մոտակայքի արժեքներն է, այստեղ լրիվ վստահ 0-ներն է, այստեղ լրիվ վստահ 1-երն է։ Հա, այս սիգմոիդը եթե այս թետա տրանսպոզ x բանը մի քիչ, ասենք,
ամեն ինչին թետա 0 գումարենք, ինքը sense մի քիչ ձախ է գնալու, եթե բազմապատկենք իր կտրուկությունն է փոխվելու, ասենք iSense լինի, թե iSense լինի, թե iSense լինի, թե ընդհանրապես բացակային դեպքում պտտվի, բայց սա ոնց որ այս բան օպտիմալ պարամետրերը, թե ինչ ենք դնում sigmoid-ի մեջ, գտնելը մեկը մնալու է օպտիմիզացիայի խնդիր մեր մոտ։ Հեսա կտեսնենք ակրած դա ոնց է արվում։ Որ խնդրեմ մի slide հետ կեթաս, Հայկ ջան։ Ստեղ? Այո, մի հատ էլ վերև, այստեղ որ այս կետերի մեջ, որ sense իրար որ խառնվել են, էդի խառնվում են, որովհետև բան պակաս ինֆորմացիա ունի, բան մոդել, այսինքն քիչ ինֆորմացիայի վրա է ինքը train եղել, թե ինչ որ ուրիշ բախ։ Այս բանի մասին է, այս որ Հա, որ օրինակ կարմիրները Հա։ ներքև են, բան կապույտները վերև։ Այս ուղղակի ոնց որ մեր ունեցած տվյալները նենց են եղել, որ իդեալական տարանջատում չի եղել, էլի։ Այսինքն սա իսկականից ինչ որ մի հատ բանիր է, որ այս ջերմաշրջանի ու այս խոնավության է, որը որ վատացել է, ոչ թե լավն է եղել։ Այսինքն սա ուղղակի իրական տվյալներ, իրական ասելս էլի արհեստական տվյալներ են, բայց իրական տվյալների էֆեկտ է, էլի, որ հիմնականում հեշտ չենք պրսնում, էլի, հատկապես ուղղակի գծային մոդելով։ Հա։ Okay։ Այսինքն ստեղ մենք իդեալական կլասիֆիկատոր լոգիստիկ ռեգրեսիայով չենք կարող ունենալ սուտ։ Իսկ մենք ինչ որ ձևով իրան սահմանում ենք, իր սխալանքը, դա տես բան չկա։ Հա, ոնց ասենք ոնց գծային ռեգրեսիայի համար ունենք բաներ, մետրիկաներ, այնտեղ mean absolute error կամ կորելացիաներ նայել եւ այլն, նույնը տենց մի հատ իրականում էլ ավելի հարուստ ընտանիք կլասիֆիկացիայի համար ունենք։ Այդ մեր հաջորդ slide-ն է լինելու կակրաս։ Դե լավ։ Հիմա թե ոնց են գտնում այս թետայի պարամետրերը։ Մի վարկած որ կարա միանգամից առաջանա, դա նա որ դե ոնց ենք գծային ռեգրեսիայի համար ինչ ենք անում։ Ունենք y-ները, ունենք գուշակությունները, ասում ենք y հանած y գլխարկ քառակուսի, այս միջին քառակուսային շեղումն ենք մինիմիզացնում։ Հիմա սա կարանք ստեղել անենք, ուղղակի սրա էֆեկտը ինչումն է, որ այս y-ը որ 0 կամ 1 է, y շտրիխն էլ 0 կամ 1 է, նույնիսկ այն ամենավատագույն դեպքում մեր քառակուսային սխալանքը լինում է, ասենք 1։ Օրինակ իրականում պետքա 1 գուշակել, գուշակելա 0.001, մեր մոտ ստացվում է մոտավորապես ուղղակի 1 սխալանքը։ 0.5-եր ստացվում է 0.25 սխալանքը։ Դենց ինչ որ պահ չկա, որ շատ սխալները ուժեղ պատժվեն։ Դրա համար չենք ու նաև իրականում մի հատ ոչ ինտուիտիվ պահ, որ այսա եթե բռնենք հաշվենք y-ի հանած այստեղ sigmoid theta transpose x, սա մեր մոտ լինելու է ոչ ուռուցիկ։ Սա անալիզի տնայինների ժամանակ սրան անդրադարձել էինք ու իրականում ինչքան էլ հետաքրքիր լինի, այդ մեր քառակուսու մեջ դա դնելը առաջացնում է լոկալ մինիմումներ, այսինքն ոչ ուռուցիկ տիրույթ ենք ունենում։ Բայց եթե հաշվենք մեր սիրելի Bernoulli loss-ը կամ բինար կրոս էնտրոպիան, այսինքն լոգարիթմ, այսա բանձով ավելի մաքուր կգրենք, բայց մի խոսքով լոգարիթմերի տարբերությունով եթե շարժվենք, այստեղ y-ը հավասար է 1 դեպքի համար է միանգամից գրած։ Արդեն այստեղ նախ ունենում ենք ուռուցիկություն, ինչը հրաշքա օպտիմիզացիայի ալգորիթմները ուղղակի տենց երջանկությունից գժվում են, երբ որ իրենց ուռուցիկ ֆունկցիա ենք տալիս։ Երկրորդն էլ այն շատ վատ սխալները իրոք ուժեղ են պատժվում, ասենք 0.01-ը մենք ստանալու է 7 սխալանք։ 0.1-ը ստանալու է 2.3 սխալանք։ Արդեն տենց ինչքան ավելի տենց 0-ին մոտենա, այդքան այս լոգարիթմների տարբերությունը կարա տենց ձգտելով գնա դեպի անվերջի, իսկ քառակուսային դեպքում 1 էր։ Իսկ մոդելը կարող անել ահավոր ինքնավստահ սխալ ու դրա համար շատ չպատժվեր։ Բայց ավելի կարևոր է, որ ուռուցիկություն ենք ստեղ ունենում ենք, էլի։ Ու հա, ստեղ օգտագործում ենք մեր ինֆորմացիայի տեսությունից ու նաև Bernoulli բաշխումից, բինոմիալ բաշխումից իմացած log loss-ը։ Y անգամ լոգարիթմ p անգամ 1 - y լոգարիթմ 1 - p։ Ստեղ y-ը երբ որ 0 է կամ 1 է, ուղղակի սրանցից մեկն է տակը մնում, էլի։ Հա, այս դե տեսքը ծանոթաբանման։ Մենակ թե նաև ձեռի հետ նշենք, որ էսել այդ maximum likelihood estimation-ի ժամանակ ենք ասել, բայց այս բանձևը կարանք նաև ստանանք, եթե ուղղակի պատկերացնենք, որ ունենք տվյալներ,
Երբ որ y-ը հավասար է 1, հավանականությունը ինչ որ p շտրիխ է, երբ որ y-ը հավասար է 0, հավանականությունը 1 - p է։ Հիմա եթե ենթադրեմ անկախ ու միատեսակ բաշխված են այս մեր տվյալները, իմ մոտ արդեն բանձևը պետք է լիներ բոլոր մեկերի համար այդ p շտրիխերի արտադրյալ, անգամ բոլոր այդ 1 - p-ի համար 1 - p շտրիխերի արտադրյալ, այդ երկու արտադրյալները իրար հետ միասին, ու ինչպես ժամանակին արել ենք, կարանք սա ոնց որ եթե մի հատ տրյուկով գրենք, ասենք y-ի աստիճան եկեք բարձրացնենք, ասենք py, py, y-ի։ Եթե y-ին 1 է, այստեղ կնահավաքի py, եթե ու այստեղ կնենենք 1 - 1, 0, սա կդառնար 1։ Եթե y-ը 0 է, կստանենք 1 - p, այսինքն այսա մի տողով գրելու համար հարմար մոտեցում է։ Ու սրա լոգարիթմը եթե հաշվենք, կստանենք հենց մեր log loss-ը կամ Bernoulli loss-ը, ու ըստ էության կստացվեր, որ անում ենք maximum likelihood estimation Bernoulli բաշխման համար, կամ նաև անում ենք cross entropy-ը, այս սա ոնց որ չեմ ուզում ավելի խորացած ասեմ, որովհետև մաթեմի կտորում կակրաս դրա խաթր ենք ավելի մանրամասն արել, բայց մի խոսքով օթից չի սա գալիս, ունի սիրուն հիմնավորումներ համ վիճակագրությունում, համ ինֆորմացիայի տեսությունում, անալիզի տեսանկյունից էլ ինքը մեզ օգնում է նախ առաջինը շատ պատժել մեծ սխալները, երկրորդն էլ օգնում է գործ ունենալ բան ֆունկցիայի հետ, ուռուցիկ ֆունկցիայի հետ։ Այսինքն մի խոսքով մեր loss-ի ֆունկցիան ընտրում ենք log loss-ը, ոչ թե mean squared error-ը։ Կարճ ասած, մեր խնդիրը գալիս է գտնել թետա գլխարկը, որ կմինիմիզացնի հետևյալ մեծությունը։ Y-ի լոգարիթմ սիգմոիդ թետա տրանսպոզ x-ի ու 1 - y-ի տտ, սա ըստ թետայի ուռուցիկ է, բայց այստեղ մենք չունենք բան։ Չունենք անալիտիկ լուծում, չենք կարող գրենք x տրանսպոզ x - 1 x տրանսպոզ y, բայց ոչինչ, կարանք ոնց որ կակրաս ուռուցիկ է, կարանք օպտիմիզացիա անենք, կամ գլոբալ մինիմում գտնենք։ Այս գլոբալ մինիմումի հետ կապված մի հատ նրբություն կա, որ եթե տվյալները, ասենք, իդեալական կարան մի հատ գծով տարանջատվեն, այստեղ ոնց որ կարանք անverջ լավացնենք սա ու տենց անverջ նվազացնենք ու ի վերջո տենց ոնց որ երբեք չհասնենք մինիմումի, որովհետև միշտ էլ լավացնելու տեղ լինի, բայց սա ոնց որ երազանքային դեպք է, էլի որ տվյալները իդեալական գծով բաժանվում են, բայց ամեն դեպքում զուտ որպես հետարքիր էֆեկտ ձեռի հետ նշենք, հիմա մեզ պետք կլինի ուղղակի բռնել ու ավանդական գրադիենտային մեթոդներ կիրառել սրա գլխին։ Այսինքն մեզ պետք է հաշվել ածանցյալ, ընտրել ալֆա, այդ ուղղությամբ շարժվել։ Անալիզից ոնց բզբզացել ենք այս սիգմոիդ ֆունկցիայի ածանցյալը, սիրուն կարան գրենք որպես սիգմոիդ z անգամ 1 - սիգմոիդ z, սա եթե ծանոթ չի, կարակ թուղթու գրիչով կարակ արագ ստուգեք կամ կարակ վիդեոն վերանայեք կամ նյութեն։ Բայց մի խոսքով, եթե բռնենք ասա ամեն ինչում ածանցյալը հաշվենք, կստանանք այսպես մի հատ տեսք։ Թետա նեղություն սիգմոիդ թ տրանսպոզ x-ի մինուս y-ի անգամ x-ի։ Այսինքն ըստ էության ասում ենք գուշակություն, հանած իրականություն անգամ ֆիչերի արժեք։ Սա իրականում ժողովուրդ, եթե կհիշեք գծային ռեգրեսիայի դեպքում գրադիենտը, նույն պատմությունն էր մեր մոտ։ Ուղղակի այստեղ գուշակությունը դրվում է, գուշակությունը մի դեպքում թետա տրանսպոզ x-ի էր գծային ռեգրեսիայի, հիմա մենք սա դնում ենք սիգմոիդի մեջ։ Բայց լրիվ նույն պատմությունն է, նույն ամեն ինչն է, ոնց որ լրիվ ծեր գծային ռեգրեսիա ենք անում, ուղղակի մի հատ սիգմոիդի մեջ դնելով գուշակությունը մեր մոտ ունեցած։ Իրան կարանք հենց gradient descent-ով անենք, բայց իրան ավելի տենց ընդունված է անել LBFGS-ով։ Սա այն կվազի նյուտոն մեթոդն է, որ խոսում ենք, որ բան է անում curvature-ի մասին, այդ ողորկության մասին ինֆորմացիա է ներառում առանց երկրորդ կարգի ածանցյալ հաշվելու, այնտեղ են երկրորդ կարգի ռանգի բաներով։ Մի խոսքով օպտիմիզացիայից սրանց վրա տանջվել ենք ժամանակին, եթե ավելի մանրամասն հետարքիր է, այդ կտորը բան արեք, վերանայեք։ Բայց հա, արդեն այս մոտեցումով ունենում ենք լոգիստիկ ռեգրեսիա։ Լավ, լոգիստիկ ռեգրեսիան կարակ բերեք scikit-learn-ից, հենց նույն linear մոդելից ուղղակի ասում ենք import logistic regression, այստեղ կարակ բռնեք իրան ռեգուլարիզացիայի պարամետր տակ, L2, L1 եւ այլն, սա նույն ամեն ինչի ինչ գծային ռեգրեսիայի դեպքում էր։ Այստեղ նաև կարելի է նշել, որ class weight balanced, եթե ասենք
ունենք 90% մի բան, 10% մի բան, բայց այս իմբալանս ունեցող տվյալների հետ աշխատելը հետագայում որպես առանձին նյութ նայելու ենք։ Բայց հա, մեկ էլ մի հատ փոքր նշում, որ ինչի համար կարա մեզ լոգիստիկ ռեգրեսիան օգտակար լինի, որ ինքը շատ բացատրելի է։ Այսինքն մեր մոտ բանաձևի մեջ ուղղակի ունենում ենք sense x1 թետա 1 գումարած x2 թետա 2 եւ այլն, ճիշտ է սրան սիգմոիդի մեջ ենք դնում, սա մի քիչ գործը դժվարացնում է։ Եթե ուզում ենք խոսանք s մակարդակով, այս սա մեր մոտ այս x թետա x տրանսպոզ թետան մեր մոտ մոտարկում էր log-ը։ Այսինքն եթե այստեղ մեկնաբանելու լինեմ, ես պետք է ասեմ, որ եթե բոլոր feature-ները fix-եմ ու մենակ aging temperature-ը 1-ով մեծացնեմ, իր log-ը կմեծանա այդ մեր գործակցի չափով։ Կամ կարամ ասեմ, իր y-ի այդ աստիճանը օծը կմեծացնի, մի քիչ ավելի դժվար է դառնում տենց ուղիղ խոսալ, թե ինչի մասին է խոսքը գնում, բայց հստակ ազդեցությունները, թե որ feature-ը ինչքանով է ազդում, ակնհայտ են մնում։ Մեր մոտ օրինակ հիշում եմ տարիներ առաջ մի հատ պրոյեկտ էինք ունեցել, այնտեղ ծառային boosting մոդել էինք օգտագործել, հետագայում կանցնենք դա թե ինչ է։ Մի հատ եկապատմություն էր, բայց կլիենտին պետք էր, որ հստակ կարողանա բացատրի մոդելի աշխատանքը։ Իսկ այդ boosting-ը այդքան շատ բացատրելի ալգորիթմ չէր, որտեղ ընդդեմ մեջ լիքը ծառեր կար ու այդ ծառերը իրար հետևից էին կիրառված իրար վրա։ Մենք վերջը բռնել էինք, տանջվել էինք feature engineering-ի միջոցով, ունդեղ ինչ որ ուրիշ գործիքների միջոցով, հիմա շատ չծանրաբեռնեմ, ստացել էինք լոգիստիկ ռեգրեսիա որպես մոդել։ Այդ լոգիստիկ ռեգրեսիան ավելի քիչ overfit էր անում ու իդեալական բացատրելի էր, ու արդեն ոնց որ դա դարավ մեր լավագույն մոդելը։ Ճիշտ է, ինքը չէր լինի, եթե այդ boosting մոդելի հիմքով իրան չդզենք փչենք, բայց ամեն դեպքում ոնց որ ռեալ պրոյեկտ ենք ունեցել, որտեղ որ հաղթող մոդելը օգտագործվող եղել է լոգիստիկ ռեգրեսիան, որովհետև ինքը այդքան հրաշալի բացատրելի է։ Ու մեկ է մի հատ նշում, որ այս լոգիստիկ ռեգրեսիան ոնց ասացի, այդ վիճակագրական մոդելավորումից եկող generalized linear մոդելների ընտանիքից է գալիս, որտեղ որ մենք ասում ենք, որ ունենք մեր գծային գուշակիչը, թետա տրանսպոզ x-ը, ու ունենք մի հատ link function կոչվածը, թե ոնց ենք մենք իրան կպցնում նրան, թե ինչ ենք ուզում գուշակենք, ու նաև ընդգծում ենք, թե ինչ բաշխումից են գալիս մեր բաները, թիրախները։ Հիմա եթե ունենք իրական թվեր, մենք թետա տրանսպոզ x-ին ոչ մի բան չենք անում, թողում ենք ոնց կա, ու ենթադրում ենք տվյալները գալիս են գաուսյան բաշխումից, դա մեզ տալիս է գծային ռեգրեսիա։ Եթե մեր թիրախը 0-1 է, այսինքն Bernoulli բաշխում ունենք, մենք օգտագործում ենք այդ log-ով միավորումը, իրան նաև ասում են logit, սրան նաև անվանում են logit regression, ոչ միայն logistic regression։ Բայց սրանով ստանում ենք logistic regression։ Հիմա մեր տվյալները եթե գար Poisson-ից, այսինքն հաշվելու լինենք օրինակ քանի անգամ է ինչ որ բան տեղի ունեցել, այսինքն ինքը ոչ լիներ 0-1, ոչ լիներ ուղղակի ցանկացած ամբողջ թիվ, այլ լիներ հաշիվ, քանակ, այդտեղ կարելի է օգտագործել օրինակ Poisson ռեգրեսիա։ Այս ավելի տենց մաքուր վիճակագրական բաներից է, ուզում էի տեսնենք, որ ոնց որ ամեն ինչը գտնվում է նույն ընտանիքի մեջ։ Հəլավ։ Սրա դրական կողմերը են, որ ինքը տենց բացատրելի է, ինքը մեզ տալիս է սիրուն 0-1-ից արժեք ու իրան արագ է հաշվել ու ռուցիկա ու ընդհանրապես շատ լավ առաջի մոդել է։ Վերջի մոդել հիմնական չի լինում, բայց ասենք մի հատ արագ baseline ստանալու համար, մոտավոր պատկերացում կազմելու համար բավականին լավն է։ Ու իր ամենամեծ վատ կողմն է, որ ինքը գծային է։ Այսինքն եթե ուզում ենք նորմալ տարանջատում ունենանք կետերի մեջ, ոչ թե ուղղակի ասենք գծից վերև սա, գծից ներքևն է, պետք է արդեն այդտեղ անենք լիքը feature engineering։ Այս feature engineering-ի մասին առանձին հետո խոսալու ենք, բայց իր օրինակը օրինակ պոլինոմիալ feature-ներ ավելացնել, որ ինչ որ գոնե քառակուսային կամ խորանարդային կապեր կարանայինք մոդելավորի։ Այս սաղ որ անենք, հետո այդ հենց log loss-ը կամ ճիշտ եկեք անունը էնտրոպիա դնեմ, որտեղ ավելի ընդհանուր անունը։ Այդ էնտրոպիան հաշվելը մեզ այդքան լավ չի պատմի, թե ինչքանով է լավը մոդելը։ Հեսա հաջորդ slide-ի մեջ նայելու ենք բաներ, թե իսկ ոնց գնահատենք մոդելին։ Ավելի տենց մեզ ավելի խելացի ձևերով, պետքական ձևերով, էլ ասենք ճշտություն հաշվել։ 80% դեպքերում ճիշտ է գուշակում այդ կարգի բաներ։ Բայց այս բանին եթե հարց չլինի, կգնանք դեպի բան։ Իսկ ինչ անենք, եթե ոչ թե 0-1 է, այլ ասենք 0-1-2, մի քանի դաս ունենք, էլի, որ պետքա գուշակենք։
Ակջան, ես մի բան հարցնեմ, էլի այդ պոլինոմիալ ռեգրեսիաների դեպքում առհասարակ երբ որ այդ բան ֆիչերներ եք ավելացնում, չգիտեմ, քառակուսային արժեքով կամ խորանարդ արժեքով, այդ դեպքում իրանց անկախությունը չի կորում կամ ավելի sense կորելացված չեն դառնում, ուզում եմ հասկանամ այդ դեպքում եթե մեկը մյուսից արտահայտվում է, ինչքանով է ճիշտ լինում այդ ավելացնելու process-ը։ Շատ լավ հարց է։ Իրականում, եթե ասենք արժեքները 0-ից 1-ում են ու մի հատ էլ քառակուսի ենք, ոնց որ կորելացված լինում են իրար հետ ու մեկը մյուսից հաստատվում։ Բայց այդտեղ շատ կարևոր է այն, որ իրանք գծային կորելացված չեն լինում։ Այսինքն x ու x քառակուսին գծորեն կախված չեն իրարից։ Եթե փորձեմ ինչ որ a1 ու a2-ով գումարը բանեմ, որ ստացվի 0 ստեղ, միակ լուծումը մեր մոտ տրիվիալ լուծումն է լինելու։ Այսինքն գծորեն կախված չեն, դրա համար դետերմինանտը 0 չի լինելու այդ համակարգերի, դրա համար իրականում ապահով ենք։ Բայց եթե կորելացիա հաշվեմ օրինակ x ու x քառակուսու մեջ, հատկապես այս x քառակուսի տիրույթները, եթե ասենք ինչ որ 0.9-ից 1.1 տիրույթում լինեն, տեսնելու ենք, որ տենց բան, լավ էլ ուժեղ կորելացիա կա իրար մեջ, բայց քանի որ քառակուսային են բաներից, այդ Pearson-ի կորելացիա հաշվելը, ասենք, իսկ Pearson-ը այդ հաղթեսի կորելացիա հաշվելը իդեալական 1 չի տալու։ Այսինքն էլի օքեյ ենք լինելու, բայց հա։ Դե գնացինք երկու դասերից ավել։ Ասենք պանիրը ոչ թե ասում ենք լավն է, վատն է, այլ ասենք լավն է, վատն է ու ինչ որ չորացած է, օրինակ, չգիտեմ, 3 դաս։ Ստեղ կարանք ունենանք ոնց որ երկու պոտենցիալ մոտեցում։ Մեկը այնա, որ բան, ասենք եկեք ամեն ինչ բերենք բինարի։ Այսինքն ունեմ 3 դաս, 1, 2, 3-ն է իմ դասերը։ Ասեմ, եկեք մի հատ մոդել ունենամ, որ կգուշակի 1 թե 2, 3, 2 թե 1, 3 ու 3 թե 1, 2։ Այսինքն ոնց որ մեկը ընդդեմ բոլորի։ Սա ասում են OVR։ Այսինքն ասում կա դասը ընդդեմ մնացած դասերի, այտենց կլասիֆիկացիա ունենամ, էլի բինար է ստացվում։ Կամ էլ կարամ զույգեր ունենամ, ասեմ 1, 2, 1, 3, 2, 3, 2, 1, 3, հələ սա արդեն կրկնվում է 3, 1, 1, 3-ը։ Հա, 1, 3-ն եմ բաց թողեմ։ Հա, ոնց որ բան չեմ բաց թողա, չէ՞։ Հա, 2, 1-ն էլ լավ է։ Հա, այսպես ներողություն, հա, զուգորդություն 3-ից 2-ական, ինչ եմ դրել, տանջվում։ Այսպես կարանք անենք, այսինքն բերենք խնդիրը բինարի։ Կամ կարանք խնդիրը փոխենք նրա, որ գուշակություն տրվելուց մեզ միանգամից գուշակություն տրվի 3 դասի համար։ Այսինքն ժամանակ եթե գուշակություն է տրվում 0.4, սա նշանակում է 0.4 հավանականությամբ 1-ը, 0.6 հավանականությամբ 0-ը։ Նենց անենք, որ ինքը արդեն տա 3 հատի, ասենք 0.3, 0.4, 0.2։ Սրանով գալու ենք հեսա soft max-ին, ըստ էության ինքը բազմաչափ լոգիստիկ ռեգրեսիան է։ Սա այն հիմնականում արվող բանն է, այս մեկին ուղղակի ամբողջականության համար հեսա կնշենք։ Այսինքն հա, մոտեցումը դառնում է բան, ոնց որ ունենալ տարբեր 3 հատ մոդել ու նայել, թե որի գուշակությունն է, տենց որ դասի համար է մաքսիմալ գուշակություն արվում։ Ասենք ստե եթե գուշակվել է 0.7, 0.3, ստեղ 0.6, 0.4, ստեղ 0.5, 0.5, ասենք այս 0.5 good, այս է մեր պատասխանը։ Սրա ակնհայտ վատ բանն է, որ ոնց որ խայտարակ շատ մոդելներ ենք սարքում ու բոլոր այս զույգերի համատությունները իրարից անկախ են դառնում։ Հեչ լավ բան չի։ Ուղղակի ինքն ամենապրիմիտիվ, ամենահասարակ բանն է, որ կարանք անենք ու կարանք իրան տենց զուգահեռացված անենք։ Բայց հա, քանակը ոնց որ շատ արագ աճում է։ Իսկ եթե անենք մեկը ընդդեմ բոլորի, պատկերացրեք 10 դաս ունեմ, ասում եմ թվանշանը 1-ա, թե 1 չի։ 2-ա, թե 2 չի։ Ստեղ 10 հատ մոդել եմ ունենում, ոչ թե 10-ից 2-ական, գոնե քանակը քչացավ, բայց ստեղ է մեծ խնդրեմա գալիս են, որ տվյալները բալանսը խախտվում է, որտեղ ոնց որ համեմատում ենք մի հատ բանը 9 հատ բանի հետ, բարձա դասերի քանակները շատ-շատ այդ դասերի էլեմենտների քանակները շատ-շատ տարբերվող են լինելու, էլի դրա համար սա էլ հեչ իդեալական չի, բայց դե մոտեցում են։ Ես երբեք չեմ օգտագործել իրանց, դեպք չի եղել, որ իրանցով կարիքը լինի, բայց իմանալ պետք է, էլի գոնե մի անգամ։ Իսկ ինչ ենք օգտագործում։ Օգտագործում ենք այն, որ մենք այստեղ մոդելավորում անելուց
միանգամից նենց ենք անում, որ ինքը գուշակելուց մեզ տա 3 հատ արժեք։ Այսինքն ինքը մեզ տա բռնի օրինակ այս այստեղ երբ որ հաշվելու լինենք այս թետա տրանսպոզ թետա k տրանսպոզ x-ը, այս թետա k-ն արդեն լինի մեր մոտ ավելի մեծ բան մատրից, որ արդեն ոչ թե լինի վեկտոր պարամետր էլի, այլ լինի մատրից, այսինքն այստեղ օրինակ n հատություն ունենք, 3 հատ 10 ունենանք 3-ը 7-ի մատրից, սրան որ x-երով բազմապատկենք, ստանանք 3 հատ թիվ։ Ասենք 0.66, 0.24, 0.1 օրինակի համար։ Հա, ներողությունը ճիշտ, եթե գուշակություն անելու լինենք, ստանալու ենք թվեր, ասենք 2, 1, 0.1, ասենք թե։ Ու հիմա սրանից պետքա գուշակություն անենք։ Ու հիմա որպես տարբերակ կարա լինի մի բան, որ կոչվում է hard max, այսինքն 4-ով խիստ վերցնում ենք մաքսիմում, այսինքն ասում ենք, շո, պրոստը երկուսն է մեր գուշակությունը, իրան դիտարկում ենք որպես մեր բան, հավանականություն ասելս ոնց որ 1 0 0 որպես դիտարկենք իրան։ Այսինքն ուղղակի մաքսիմումը դարձրեցինք 1, մնացածները դարձրեցինք 0։ Սա այդ կոպիտ ձևն է, ու ինքը տենց շատ խիստ է կտրում, էլի, մեր մոտ բաշխումը միանգամից դառնում է տենց շատ կտրուկ, ոչ շատ արագ խզվող, այսինքն տ խրտ տ, այսինքն մի հատ բան։ Ինչպես նաև ասենք, եթե ունենայի այստեղ 1.9, 2 ու 0.1, այս 1.9 ու 2-ը որ իրար մոտիկ են, այդ լրիվ կկորեր, մենք մենակ կտենայինք, որ ստեղ ունենք 0.1 գրած։ Հիմա սրա փափուկ վերսիային անվանում են softmax, փափուկ մաքսիմում։ Իրա մոտ կրկին, ոնց որ ամենամեծ արժեքը softmax-ը կիրառելուց հետո կրկին մնում է ամենամեծ արժեք, ու ինքը հաշվարկվում է որպես EIZ-K բաժանած գումար այս մնացած բոլոր EIZ-K-եր։ Այսինքն ստեղ ասելու էի EI քառակուսի բաժանած EI քառակուսի գումարած EI1 գումարած EI 0.1։ Սրանով ստանայի 0.6, 0.66, 0.24, 0.1։ Այստեղ քանի որ հայտարարում ունեմ այս ամեն մի այս բոլոր արժեքների գումարը բաժանած ոնց որ ունեմ A բաժանած եթե մի հատ կողքից նայի B բաժանած A գումարած B գումարած C գումարած A գումարած C, սրա գումարը 1 էր տալու։ Այսինքն ինքը էլի որպես հավանականություն է ծառայում։ Ինչպես նաև սա գուցե ծանոթ թվա մի քիչ առաջվանից, սա մեր նույն սիգմոիդն է, ուղղակի բազմաչափ դեպքում։ Մեր սիգմոիդը ասում էր EIZ-ը բաժանենք EIZ գումարած 0-ի, չէ՞։ Կամ ասենք 1-ը բաժանած 1 գումարած EIZ-ով, եթե EIZ-ով բազմապատկենք, այս 0-ի փոխարեն եթե ստեղ գրեմ ուղղակի EI0, ըստ էության ոնց որ ասում եմ 0 դասնա թե 1 դասը։ Իսկ ստեղ արդեն շատ բաներ ունեմ, ասում եմ 0 դասնա, 1 դասը թե 2 դասը։ Դրա համար ստեղ արդեն ունենում եմ գումար այս EIZ-հերի։ Բայց softmax-ը դա նույն սիգմոիդն է բարձրաչափ դեպքում։ Այսինքն երբ որ մենք սրանից առաջ մեր արած լոգիստիկ ռեգրեսիան դա ընդհանրապես բազմաչափ լոգիստիկ ռեգրեսիայի բինար դեպքն էր։ Ու վերջ։ Այստեղ եթե հետո հաշվելու լինենք իր գրադիենտ բանմանը եւ այլն, կտեսնենք, որ բավականին նույն պատմություններն է մեր մոտ ստեղ ստացվում։ Ստեղ ուղղակի մի հատ ինդիկատոր կար ավելանա, թե որ դասի մասին ենք խոսում, էլի, այսինքն հավանականությունից մի դեպքում հանած 1 ենք անելու, մի դեպքում հանած 0, բայց հա, ու արդեն սրանով կունենանք 3 մասի տարանջատում։ Այս սիգմոիդ softmax բան, որ ասում եմ, սրանք ամեն տեղ են մեր մոտ կլասիֆիկացիայում, էլի, այսինքն ունենք այս սլայդերը սարքած լեզվական մոդելը, որ որոշել է թե որ բանը գուշակություն անի, որ բառը հաջորդը գուշակի, ինքը էլի ունեցել է սովորական գուշակություններ, իրանց դրել է softmax-ի մեջ, ստացել է ինչ որ sense բաշխում, հետո այդ բաշխումից ընտրել է ինչ որ մեկը։ Այդ ջեմ մի հատ հարց տամ էլի այդ բանաձևից։ Փաստորեն մենք այդ բոլոր ոնց որ համարիչում ունենում ենք մաքսիմումը, հա։ Մաքսիմումը որ ստանում ենք։ Ոչ թե մաքսիմումը, այլ բանը, գումարը։ Հա։ Գումարը բաժանում ենք հերթով բոլորի աստիճանների վրա, հա։ Հա, ոնց որ բան ենք աստիճանների գումարի վրա ենք բաժանում բոլորի։ Ոնց որ եթե ունենենք 2 1 0.1, Կարենք որպես մի տարբերակ ուղղակի հավանական բանի բերելու համար, ասենք եկեք երկուսը բաժանենք 3.1-ի,
Եկեք 0.1-ը դարձնեմ 1, որ ավելի հեշտ լինի, էլի բաները հաշվարկը։ Ասեմ 2-ը բաժանած 4-ի, սա լինի 0.5 մեր մոտ, հետո 1-ը բաժանած 4-ի, այս լինի 0.25 ու այն լինի 0.25։ Կարանք տենց անենք ու տենց մեր մոտ էլի գումարը 1 կդառնար, բայց ոնց որ եթե այս բաժանելուց առաջ ասում ենք y-ի 2 բաժանած այդտեղ ոչ թե 2 գումարած 1 գումարած 1, այլ y-ի աստիճաններով էս ամեն ինչը, այդ դեպքում շատ ավելի սահուն պատմություն ենք ստանում մեր մոտ, ու այդ սահուն պատմությունը նաև իր տակում ունենում է ֆունդամենտ, որ ինքը այդ նույն լոգոցից ստացած բանաձևի սկզբունքով է մեր մոտ առաջանում։ Մեկ էլ եմ պահը չհասկացա ճիշտ ասած, ինքը ոնց է խմբավորում անում, օքեյ, եթե մենք գիտենք, որ 0.1 0.24, մեկ էլ այս դեպքում բանը 0.66, էլի, հետագայում որ շատ արժեքները, որ իր մեջ ոնց որ ներդնենք, էլի, այդ բանը, սահմանը ոնց է որոշվում, որ այս գծից ներքևը այս ինչ խումբն է, կամ գծից այն կողմ ուրիշ խումբ է, էլի։ Օրինակ, եթե մենք հաջորդի դեպքում ունենանք 0. օրինակ, չգիտեմ, 15 կամ ունենանք 0.18, ինքը գնում խմբավորվում է 0.24-ի հետ, թե խմբավորվում է 0.1-ի հետ։ Այստեղ մի հատ որ նույն էջի վրա լինենք, այս թվերը որ կան, իրանք ոնց որ ամեն մի դասի համար առանձին գուշակություններն են։ Այսինքն ես երբ որ այս իմ թետա տրանսպոզ x եւ այլնը որ անում եմ softmax-ի մեջ դնում եմ, այստեղ ես ունենում եմ ինչ որ 3 հատ թիվ, առաջի թիվը առաջի դասի հավանականությունն է, երկրորդը երկրորդի, երրորդը երրորդի։ Ու հետո է դրան դնում եմ softmax-ի մեջ, ստանում եմ 0.06, 0.4 եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ խմբավորելու հարց չկա, ուղղակի ավտոմատ ոնց որ ըստ սյունակների բաժանվում են իրանք, էլի։ Այդ արդեն են մի քանի մոդելը որ ունեինք, իրանք են։ Չէ, մոդելը մի հատն է։ Այստեղ մի հատ նրբություն կա, ոնց որ մոդելը մի հատն է, ուղղակի մենք էլի ոնց որ անում ենք x տրանսպոզ թետա, իրան դնում ենք էլի 0.1-ի ենք բերում, էլի հանում ենք y, ներողություն, հանում ենք y չէ։ Հա, չնայած ոնց որ մոդելավորման տեսանկյունից էլի ոնց որ այս պատմությունն չենք հանում y, դնում ենք բանի մեջ, log loss ենք հաշվում։ Բայց ոնց որ մենք անում ենք նույն քայլերը, ինչ լոգիստիկ ռեգրեսիայով, ուղղակի թետան, երբ որ այն ժամանակ մեր մոտ օրինակ ունեինք x1, x2, x3 ու ասում ենք թետա 1, թետա 2, թետա 3 գործակիցներ իրանց համար։ Հիմա ունենում ենք թետա 1, 1, թետա 1, 2, թետա 1, 3, թետա 2, 1 եւ այլն, ոնց որ ամեն մի դասի համար առանձին իր եռյակն ենք ունենում, էլի։ Ուստեյության ոնց որ մեծամասամբ սա էր, բանի տեսանկյունից, այս կոդի տեսանկյունից, երբ որ գրում եք ուղղակի logistic regression, ինքը ավտոմատ հասկանում է, որ եթե բանա շատ դաս ունեք, ուրեմն բան պետք է անել, softmax-ով մոտեցումով է պետք է անել։ Այս get multi-class-ում այդ one versus rest եւ այլն կլասիֆիկատորները կա, եթե պետք լինի, բայց ըստ էության ոնց որ այսքանն էր մեստեղ կարևոր։ Հետագայում ոնց որ էլի կլասիֆիկացիա բանման անելու ենք, էլի ուղղակի արդեն ավելի լուրջ մոդելներով։ Հեսա շուտով ծառերն է գալիս, հետո նեյրոնային ցանցերն է գալիս։ Եթե մի հատ իմի բերենք ու հարցեր լսեմ։ Կլասիֆիկացիան այդ մեր մոտենա, որ գուշակում ենք արդեն կոնկրետ հստակ դասերից ինչ որ մեկը։ Մենք ունենում ենք համակարգ, որը մեզ տալիս է ինչ որ մի հատ ինչ թիվ ասես։ Հիմա իրան նորմալ 0.1-ի բերելու համար ասում ենք եկեք լոգոցը մոդելավորենք, այդ նման է լինում նրան, որ ուղղակի սիգմոիդի մեջ դնենք գծայինի պատասխանը, հետո այդ ստացած արժեքը, ասենք 0.7 եւ այլն լինի, ինչ որ շեմի հետ կհամեմատենք, կհասկանանք, այս հետո սրա մասին ավելի մանրամասն հետո մենք իրան անում ենք log loss-ը մինիմիզացնելով, ինչ որ գրադիենտային մոտեցումներով, մենք էլի կարանք նույն ձև ունենանք ռեգուլարիզացիա բանման, feature engineering, մի խոսքով ամեն ինչը ինչ ուզենք կարանք նույն ձև ունենանք, ինքը բավականին ինտերպրետացվող է ու շատ բնական ձևով ընդհանրացվում է դեպի բազմաչափ սյուժետ։ Հաջորդ կտորում արդեն խոսելու ենք, թե ոնց գնահատել մոդելները ինչքանով են լավ են, նույն սկզբունքով, որ օրինակ ասում ենք, քանի տոկոսով է տան գուշակությունը սխալ եւ այլն, այդ կլասիֆիկացիայի մետրիկաներին արդեն հաջորդ լեկցիայում